Պարոն Վարդանյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամեն շաբաթ օր հիմնական թեմաներին եք անդրադառնում շաբաթվա եւ ոչ միայն, բայց օրը բացվել է, վաղ առավոտյան հերթական դժբախտ պատահարն է եղել։ Եվ այսպես, հերթական ՄՀ ուրախ ավտոբուսին ուղեկցելու տեղում Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար Սպիտակ մեկնող ներքին գործերի նախարարության ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, կամ 1 զոհ, 12 վիրավոր։ Գիտեք, որ այսօր առավոտյան Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, այդ իրենց ավտոբուսով հիմա էլ գնում էին, կարծեմ լորի, այդպես այդ կողմերը, եւ այս իրականությունն է, համեցեք, այս հարցից սկսենք, հետո արդեն մի քանի այլ թեմաներ էլ կան, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեզ բոլոր նայողներին, իհարկե ցավակցություններս եմ հայտնում մահացածի ընտանիքին, մերձավորներին, եւ այստեղ երևի ամենակարևորն է, որ պետք է հիշենք մեր վաղամեռիկ լավ ընկեր Արմեն Գրիգորյանին, որը հենց այստեղ Հայլե ակումբում ասել էր բառեր մի քանի տարի առաջ, որոնք կարծես մեր ժողովուրդը չէր ընկալել, չէր հասկացել կամ չէր կարծում, որ ամեն ինչ այդքան վատ է։ Նա ասել էր հետևյալը. սրան հեռացնենք, որ էլ մարդ չմեռնի։ Իրոք Նիկոլը այս 7 տարվա մեջ բերել է մահ, բերել է կորուստներ, քանդել է ընտանիքներ, ծայրահեղ աստիճանի խառնել է մեր ժողովրդի հարաբերությունները իրար մեջ, չի եղել որևէ իշխանության օրոք նման ատելություն հայերի ի հանդեպ այլ հայերի, ուղղակի չի եղել, եւ ընդ որում այդ ատելությունը իրականում քաղաքական ատելություն է, եւ սա անընդունելի է մեր ժողովրդի համար, սա ուղղակի անընդունելի է մեր ժողովրդի համար։ Ինչ պետք է մենք հասկանանք այս ամեն ինչից։ Մենք պետք է հասկանանք հետևյալը, որ քանի այս իշխանությունը կա, անկախ նրանից, թե ինչի մասին են իրենք խոսում, խաղաղության, տրիպի, թե ցանկացած այլ բանի մասին, սրանք կոնստանտ մահ բերող են։ Սրանց նպատակն է ոչնչացնել հայ ժողովրդին։ Սրանց նպատակն է ջնջել Հայաստանի Հանրապետությունը բոլոր քարտեզներից։ Սրանց նպատակն է, որ Հայաստանից միայն հուշ մնա։ Եվ մեր որպես հայ ժողովուրդ հավաքական պայքարը միակ ձևն է սրանց դեմը առնելու։ Սա շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ անկախ նրանից ինչ է քարոզում, կոնստանտ մահ բերող է։ Ընդ որում այդ կոնստանտ մահ բերողը նաև սկսել է վախեցնել մեր ժողովրդին, ինչով, ասելով, որ եթե ինչ չընտրեք, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Ինչը ես բառացի ասում եմ ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի վրա սա կրկին ինչ որ զիջում է, պայմանավորվել է, որ անելու է։ Ընդ որում այդ զիջումը սահմանադրության փոփոխությունը չէ, դա էլ է իհարկե պայմանավորված, բայց բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, սա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին ձեռք-ձեռքի տված քայքայում է Հայաստանի Հանրապետությունը եւ ըստ ամենայնի սահմանազատման process-ը, շարունակությունը այդ process-ի պայմանավորված նախանշված է սեպտեմբերի վրա եւ այդ ժամանակ կրկին տարածքներ են հանձնվելու Հայաստանից։ Եվ իրեն թվում է, որ եթե ինքը չլինի եւ մյուս իշխանությունը դեմ կանգնի տարածքների հանձնմանը, ապա կսկսվի պատերազմ։ Պատասխանատու հայտարարում եմ, պատերազմից խուսափելու միակ տարբերակը, չկա այլ տարբերակ, դա Նիկոլից ազատվելն է, ուղղակի չկա այլ տարբերակ։ Հավատացեք, որ այդ սրտիկները, որը ձեզ ցույց են տալի ամեն օր, որոնք արդեն համոզված եմ գերակշիռ մասի վրա մարդկանց ուղղակի իրանց մոտ զզվանք են առաջացնում, այդ սրտիկների հետևում արյուն եւ մահ է։ Ասֆալտը, որը կապած սրանք փռում են, այս 2 ամիսա հիշել են, որ ասֆալտ է պետք անել։ Ասեմ ավելի, օրինակ այն բակում, որտեղ ես եմ բնակվում, իմ պապական տունն է Բաղրամյանի վրա, կենտրոնական նոտարի շենքը։ Ես այնտեղ եմ ապրում։ 2 օր առաջ ամբողջ գիշեր ասֆալտ էին անում բակում, բայց գիտեք երբ որ անձրև էր գալի։ Ամբողջ գիշեր եկավ անձրև, ամբողջ գիշեր սրանք ասֆալտ պռեցին, ինչը հակացուցված է։ Չի կարելի
անձրևոտ եղանակին ասֆալտապատման աշխատանք անել, որտեվ այդ ասֆալտի որակը հավասար է 0-ի։ Այդ տենց են իրանք աշխատում, ուղղակի մարդկանց խաբելով, մարդկանց, եկեք այս բառը օգտագործենք, առնելով, փորձում են առնեն հայ ժողովրդին։ Մի տրվեք այս սադրանքի, մի տրվեք, մեր ժողովուրդը վաճառող չէ, մեր ժողովուրդը պայքարող է, մեր ժողովուրդը միշտ ձգտել է հաղթանակի, այլ ոչ թե պարտությանների մեջ թաղված ապրելուն։ Եվ սրա կրկնում եմ միակ տարբերակը սրանից ազատվելու, դա է իշխանությունից ձերբազատվելն է, չկա այլ որևէ տարբերակ։ Հիմա գանք մեր տարածաշրջանին։ Նախորդ անգամ մենք խոսում էինք Իրանի Իսլամական Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջև տեղի ունեցող ռազմական գործողություններին եւ ես կարծիք հայտնեցի, որ ըստ ամենայնի այդ ռազմական գործողությունների մեջ ԱՄՆ-ին ներքաշել է Իսրայելը։ Եվ այսօր մենք ականատեսնենք դրա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե այսպես շարունակվի, այլևս վերածվում է գերպետության։ Ընդ որում աշխարհի մակարդակով լրջագույն խնդիրներ լուծող գերպետության, որովհետև պայքարի ձևը, որը ցույց տվեց Իրանը, աննախադեպ էր, անսպասելի էր թե ԱՄՆ-ի եւ թե Իսրայելի համար, եւ լրջագույն խնդիրներ է ստեղծել Տրամփի վարչակազմի համար։ ԱՄՆ-ում նոյեմբերի ամսին լինելու են ընտրություններ, կոնգրեսականների ընտրություններ, եւ արդեն գրեթե բոլոր մեկնաբանները, քաղաքական գործիչները Ամերիկայում հայտնում են կարծիք, որ դժվար թե Տրամփի կուսակցությունը կարողանա կրի այդ ընտրություններում, եւ այդ պարտությունը առաջին հերթին պայմանավորված է լինելու թե Ամերիկայում ստեղծված տնտեսական խորը խնդիրների մասին, թե խորը խնդիրներով եւ թե հենց ամերիկա-իսրայելական տանդեմի հարձակումով Իրանի վրա, որովհետև այս պատերազմում հաղթանակ հայտարարելու համար ԱՄՆ-ն չունի որևէ նախադրյալ։ Ինչը հայտարարեց հաղթանակ, որ մի հոգևոր առաջնորդին փոխել է մյուսը, ով շատ ավելի կտրուկ հայացքներ ունի ամեն ինչի համար եւ շատ ավելի պահպանողական է, դա չես կարող հաղթանակ տոնել։ Սպասում էին, որ ժողովուրդը փողոցներն է դուրս գալու եւ իշխանափոխություն է լինելու, այսպես կոչված գունավոր հեղափոխություն, դա էլ չստացվեց։ Ժողովրդի գերակշիռ մասը համախմբվեց իշխանության շուրջ։ Եվ այնտեղ է, որ Ամերիկան եւ Իսրայելը խայտարակ սխալ են գործել։ Ասեմ ավելին, մի քանի օր առաջ, երբ որ լրանում էր Տրամփի հերթական ժամանակը, հայ 48 ժամ էր, ասել էր 48 ժամ հետո Իրանը ջնջելու ենք աշխարհի երեսից բան, եւ խփելու էին, արդեն հայտարարել էին էներգետիկ տարբեր օբյեկտների, ես տեսա մի բան, որը նորագույն պատմության մեջ դեռևս չէի հանդիպել եւ չէի տեսել։ Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչները, հասարակ մարդիկ դուրս էին եկել եւ շրջաններ էին կազմել հենց այն վայրերում, ուր պետք է հասվեին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները։ Կենթանի վահան էին սարքել։ Այս սա է պայքարող ազգի իրական պատկերը։ Երբ որ մարդը պատրաստ է հանուն իր հայրենիքի զոհել իրեն։ Եվ մենք բոլորս ականատես եղանք մեր հարևան երկրում։ Իրոք գնահատանքի արժանի քայլ էր, եւ ասեմ, որ Իրանի ներկայությունը այս տարածաշրջանում եւ նաեւ Պարսից ծոցի երկրների շրջանում զգալիորեն մեծացել է։ Մենք պետք է հաշվի առնենք, որ այս պատերազմի հետևանքով նույն էմիրություններում ստեղծվելու է տնտեսական շատ վատ վիճակ։ Ակնհայտ է, որ իր խաղաղությամբ հայտնի էմիրությունը, ներդրումների ապահովությամբ հայտնի էմիրությունները այսօր լրջագույն խնդրի մեջ են։ Այս պահին ներդրումները զրոյացված են, այս պահին անշարժ գույքի արժեքները կտրուկ նվազել են, եւ այս պահին էմիրությունները ունեն լուրջ խնդիր։ Նույն խնդիրները կա Քուվեյթում եւ այլ Պարսից ծոցի երկրներում։ Այսինքն Իրանը ի վերջո ցույց տվեց, թե ինչ կարող է անել այդ երկիրը նաեւ Պարսից ծոցի երկրների հանդեպ։ Ընդ որում պետք է ասել, որ բոլոր այդ երկրներում տեղակայված էին ամերիկյան ռազմական բազաները։ Եվ կարծես թե
ամերիկյան ռազմաբազայի քո երկրում տեղակայումը պետք է որ ինչ որ չափով ապահովություն մտցներ եւ նաեւ երաշխիք լիներ քո ապահովության, բայց արի ուտես որ այդպես չեղավ։ Բոլոր ամերիկյան ռազմաբազաները լրջագույն հրթիռակոծման են ենթարկվել, նաեւ դրոններով հարձակումների եւ ըստ տարածվող լուրերի Մերձավոր Արևելքում Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները գրեթե ոչնչացված են։ Սա խայտառակ պարտություն է ԱՄՆ-ի համար եւ դա ասում եմ առանց ուրախության, որովհետեւ աշխարհում միշտ պետք է լինի ինչ որ կարգ, որին բոլորը հետևում են։ Ցավոք սրտի այդ կարգը ամբողջությամբ փլուզվել է կամ մի ուրախություն մեզ փլուզվել է եւ այս պահին աշխարհում կայունանում է նոր աշխարհակարգ։ Այդ նոր աշխարհակարգում ամեն երկիր փորձում է իր համար վերցնել ինչքան հնարավոր է մեծ դերակատարություն։ Եվ այս առումով ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարելի ասել օգնեցին Իրանին, որ Իրանը վերածվի գեր պետության, որը իզորու է աշխարհում ցանկացած պետության հետ ոտք գցելու եւ իր պայմանները թելադրելու։ Արդյոք ես կարծում եմ, որ այս պատերազմը ավարտվել է, տեսեք, կարծում եմ, որ ոչ։ Իմ կարծիքը այն է, որ Իսրայելը, այսպես ասենք, սաբոտաժի է ենթարկելու բանակցությունները եւ ինչ որ պահի նորից հարվածելու է Իրանին։ Եվ սա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Նետանյահուն չի ուզում հայտնվել բանտում։ Բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, Նետանյահուն լուծում է իր անձնական խնդիրները, ինքը գտնվում է այս պայն դատական process-ի մեջ եւ ըստ շատ ու շատ մասնագետների իրենք պնդում են, որ շատ հավանական է, որ ամեղավոր կճանաչվի եւ կբանտարկվի։ Եվ միակ տարբերակը այդ դատական process-ները հետաձգելու դա պատերազմական գործողությունների պահպանումն է։ Դրա համար կարծում եմ, որ հրադադարի խախտումներ կլինեն եւ արդեն կան, մենք գիտենք, որ Իսրայելը հարվածում է նաեւ Լիբանանին եւ փորձում է դրանով կրկին ներքաշել Իրանին փոխադարձ հարվածների մեջ։ Ես չեմ կարող ասել ինչքանով է ԱՄՆ-ն կարողանալու զսպել Իսրայելին, որտեվ ի վերջո հենց Իսրայելն է ներքաշել ԱՄՆ-ին այս կործանարար պատերազմի մեջ եւ իրոք չգիտեմ արդյոք ԱՄՆ-ն լծակներ ունի զսպել Իսրայելին։ Բայց կրկնելով իմ կարծիքը այն է, որ ցավոք սրտի այս պատերազմը դեռևս կշարունակվի, ինչը նշանակում է, որ ամբողջ աշխարհում տնտեսական առումով խնդիրները ոչ թե պակասելու են, այլ միայն ավելանալու են եւ ընդ որում դա նաեւ արդեն ԱՄՆ-ում լրջագույն խնդիրներ է ստեղծել մարդիկ, որոնք տեղյակ են ամերիկյան գներից, ասեմ, որ օրինակի համար Կալիֆոռնիայի նահանգում 1 գալոն բենզինը, որը ժամանակին ամիսներ առաջ $4 մոտ էր, այս պահին արդեն $7 անցել է։ Սա ընդհանուր տնտեսության վրա ԱՄՆ-ի լրջագույն խնդիր ստեղծող հարց է, բացի դրանից գաղտնիք չէ, որ Պարսից ծոցի երկրներից շատերը լրջագույն ներդրումներ էին անում ԱՄՆ տնտեսության մեջ, բացի դրանից նաև շատ լուրջ դերակատարություն էր իրենց վերապահված այսպես կոչված նավթային դոլարների զարգացման գործում։ Ի վերջո նավթը, որը վաճառվում էր դոլարով, իսկ դոլարը դա ԱՄՆ պետության հիմքն է։ Տեսեք, ԱՄՆ-ն կառուցված է դոլարի շուրջ։ Եվ եթե դոլարը արժեզրկվի, ապա կասկած չունենաք, որ ԱՄՆ-ին սպասելու է նույն վիճակը, որը տեղի ունեցավ Սովետական Միության հետ։ Այսինքն մենք ականատես կարող ենք դառնալ տարբեր նահանգների անկախանալու process-ին ԱՄՆ-ից։ Ինչքան է դա այս պայն հնչի հեքիաթային, բայց սա հնարավոր սցենար է, եթե այս ամենը շարունակվի։ Սա ինչ վերաբերվում է Իրան, Իսրայել եւ ԱՄՆ։ Հիմա գանք դեպի Հայաստանի Հանրապետություն։ Մենք գտնվում ենք ոչ օֆիցիալ սկսված նախընտրական պայքարի մեջ։ Այսինքն դեռևս օֆիցիալ ստարտը տված չէ, բայց բոլոր թիմերը արդեն սկսել են
հանդիպումները, բոլորը հանդիպում են իրենց ընտրողների հետ, հայտարարվում են ընտրություններին մասնակիցների ցուցակներ եւ ինչ է ըստ իմ տեսակետի տեղի ունեցել վերջի 1 շաբաթվա մեջ։ Կարծում եմ իշխող Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեդրացական վերաբերմունքը վայելող Հայաստանի իշխանությունը եկել է այն համոզման, որ իրենց համար ցավոք չեն կարողանալու արգելափակել այս կամ այն ուժերի մասնակցությունը ընտրություններին։ Ինչու եմ այդպես կարծում, առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ օրինակի համար ազգային ժողովում 3 թե 3 առաջ օրը փոփոխություն էին անում ընտրական օրենսգրքում, իրենց բնորոշմամբ տեխնիկական վրիպակեր ժամանակին տեղի ունեցել եւ արգելեցին, որպեսզի դաշինքների անվանումներում նաեւ հիշատակվի անձի անուն։ Եթե գնում են նման մանր քայլի, որը անկեղծորեն ասեմ, ինձ համար շատ մանր քայլ է, նույնիսկ հասկացա թե ինչ այն բողոքում, ինչ ուզում են թողանը, դա չի խանգարելու ընտրություններին, սա կարևոր է, բայց եթե դիմում են նման քայլի, նշանակում է, որ հրաժարվել են մտքից, որ արգելելու են որևէ մեկին մասնակցել ընտրությունների եւ իրոք իրենք օր ու գիշեր լծված են նախընտրական պայքարի եւ մենք էլ ընդդիմությունը դա գիտակցելով պետք է պայքարենք։ Հիմա հաշվի առնելով, որ իրենք որոշել են ըստիս, որ բոլորը մասնակցելու են ընտրությունների եւ իրենք չեն խոչընդոտելու, որpիսի ել ավել չզայրացնեն օրինակի համար Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, այստեղ գալիս է պլան B-ն, երբ որ իրենք կարելի ասել լույսի պես միացնում են իրանցական մարդկանց, որոնք քիչ չեն ընդդիմադիր դաշտում։ Նման մարդ օրինակի համար ըստիս Թարման Թաթոյանն էր, որին սենց բան լույսի պես միացնում էին, միանգամից սկսում էր խոսալ, որ եթե ուզում եք ես դառնամ վարչապետ, պիտի Քոչարյանը չմասնակցի ընտրություններին։ Մի կողմ թողնենք, որ դա աբսուրդային գաղափար էր, լրիվ մի կողմ թողնենք, բայց նաև պետք է հասկանանք, իսկ ում է ձեռք տալի նախագահ Քոչարյանի դեմ պայքարը։ Ում է ձեռք տալի, որ Հայաստան դաշինքը օրինակի համար չմասնակցի ընտրություններին, կամ մասնակցի ընտրություններին, բայց իրեն քվեարկողների թիվը քիչ լինի։ Ում է ի վերջո դա ձեռք տալի։ Դա ձեռք է տալի միանշանակ Նիկոլին։ Դա ձեռք է տալի միանշանակ Ալիևին, Էրդողանին, բայց հային, հայ ժողովրդին դա չի կարող ձեռք տալ։ Չի կարող ուղղակի ձեռք տալ։ Եվ դրանով է պայմանավորված Նիկոլը, որ Նիկոլը փորձում է իր մարդկանց տարբեր տեղերում ակտիվացնել։ Եվ կրկնում եմ, ցավով դա պետք է արձանագրենք, որ դիմության շարքերում էլ կան մարդիկ, որոնք դիրքավորվել են տարիների ընթացքում որպես ընդդիմադիր, բայց իրականում ծառայում են Նիկոլին։ Եվ իրենց ծառայություններ են մատուցում հենց այսօր նախագահ Քոչարյանի դեմ կռիվ տալով։ Եվ ես ուրախ եմ, որ նախագահ Քոչարյանը շատ ավելի բարձր է իրեն պահում այս վիճակից եւ չի էլ անդրադառնում նման մանրապճեղ մարդկանց, որտեվ իրենց խոսույթը եւ իրենց մեսիջը, որը փորձում են հասցնել ժողովրդին, տեղել չի հասնում։ Նույնիսկ իրանց ընտանիքներում կասկած ունեն, բոլորը հասկանում են, սրանք ինչ են ասում, թե ոչ։ Կարծում եմ, որ բաժանումը, որը տեղի ունեցավ Արման Թաթոյանի թիմում, մենք գիտենք, որ ինքը Ավետիք Չալաբյանի հետ դաշինք էին հայտարարել օրեր առաջ եւ 3 թե 3 առաջ օրը օֆիցիալ հայտարարեցին, որ բաժանվում են եւ դաշինքը չկա։ Կարծում եմ նաեւ պատճառներից մեկը հենց սա է, դա հետո թող իրենք բացահայտեն այդպես է թե ոչ, բայց կարծում եմ, որ այո, պատճառներից մեկը դա է, որ երևի թե Ավետիք Չալաբյանը գիտակցեց, որ Արման Թաթոյանը ավելի շատ աշխատում է Նիկոլի օգտին եւ Նիկոլի հետ, քան ընդդիմության օգտին եւ ընդդիմության հետ։ Սա մեկ։ Երկրորդը, տարբեր քաղաքական ուժեր այս պահին քաղաքագիտորեն ասած դիրքավորման փուլում են։ Այսինքն փորձում են ստեղծել կապը իրենց եւ ընտրողների միջև, ասել ինչով են իրենք տարբերվում այլոնցից եւ ինչ ճանապարհով են գնալու։ Այդ ամեն ինչ ասելու ընթացքում կան տարբեր ուժեր, որոնք բացառում են նախկին որևէ իշխանության հետ համագործակցությունը, կամ այս կամ այն մարդու հետ համագործակցությունը, բոլորին դիմելով ասեմ հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է որոշում
թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության մոս վարչապետը։ Սա անկասկած է։ Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, մեր ժողովուրդն է որոշելու ով է լինելու Հայաստանի մյուս վարչապետը։ Եվ ընտրություններից հետո նոր ընդդիմադիր դաշտում կլինեն քննարկումներ, բանակցություններ, որոնց արդյունքում եւ կայտարվի ընդդիմության միասնական վարչապետի տեխնացում։ Գաղտնիք չէ, որ այս պահին բոլոր հնարավոր սոցիացումները ցույց են տալի, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գեթ մեկ ուժ, այդ թվում իշխանությունը, որոնք կարող են 50+1 ձայն հավաքել։ Չկա։ Լավ է թե վատ է, թողնենք մի կողմ, բայց չկա։ Մեր հասարակությունը բաժանված է տարբեր ճամբարների։ Եվ այդ բաժանված վիճակում ընդդիմության համար ստեղծվել է փայլուն հնարավորություն, իսկ ավելի ճիշտ հայ ժողովրդի համար ստեղծվել է փայլուն հնարավորություն փոխել այս իշխանությունը, վերջ տալ զիջումներին, վերջ տալ մահերին, վերջ տալ կզած մանգալուն, վերջ տալ Ալիևի պահանջների կատարելուն, բայց դրա համար ընդդիմությունն է պետք է ճիշտ աշխատի, գրագետ աշխատի եւ չփորձի իր վարկանիշը բարձրացնել մյուս ընդդիմադիրին վարքաբեկելով։ Խոսքը գնում է իրական ընդդիմության մասին։ Ասեմ անկեղծ, ինձ համար, ինչպես ասեցի, Արման Թաթոյանը իրական ընդդիմություն չէ։ Ես չեմ տեսնում իր քայլերի մեջ իրական ընդդիմության պահվածք, ուղղակի չեմ տեսնում։ Որտեւ այն ամենը ինչ ինքը անում է, ի վերջո ծառայում է Նիկոլ Փաշինյանին։ Երկրորդը, թիմերի մեծ մասը արդեն հրապարակել է առաջի 30 պատգամավորական տեխնացուների ցուցակները։ Ես սիրում եմ միշտ այստեղից ժողովրդին դիմելով խնդրել, որպեսզի բոլորը անեն վարժություններ։ Վերջին 2-3 ամիսը ամեն եթերին նույն վարժությունն եմ ասում անեք։ Հիմա շատ ավելի պատկերավոր կարող եք այդ վարժությունը անել։ Հրապարակված ցուցակների առաջի համարները արդեն պարզ են։ Օրինակ Գագիկ Ծառուկյանն է, հա, Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, չգիտեմ, այնտեղ նույն Թաթոյանը եւ այլն։ Վերցրեք այդ առաջի համարի մարդկանց նկարները, դրեք իրար կողք, այդ նկարների դեմը, դրեք Ալիևին, դրեք Էրդողանին, դրեք Տրամպին եւ դրեք Պուտինին։ Եվ որոշեք այդ բոլոր դրած նկարներից ով է այն մարդը, որը ձեզ կարող է նման բարդագույն իրավիճակում բանակցել Հայաստանի շահերի համար։ Անպայման Նիկոլի նկարներ դրեք այդտեղ։ Անպայման։ Եվ առանց կողմնակի բաների մասին մտածելու, անջատեք ձեր սիրել չսիրելու այդ կնոպկան, անջատեք, որտեղ սիրել-չսիրելու մասին չի խոսքը։ Խոսքը կոնկրետ խնդրի մասին է։ Ում եք տեսնում բոլոր առաջի համարների մեջից, որն է այն մարդը, որ կարող է արժանապատիվ բանակցել իմ կողմից նշված մարդկանց հետ։ Ինձ համար ընտրությունը ակնհայտ է։ Այս բոլոր մարդկանց մեջ կա մեկ մարդ, ով իր փորձով ապացուցել է, որ նա կարող է բանակցել Հայաստանի եւ Արցախի շահերից։ Նա երբեք գլուխը չի կախել որևէ բանակցության ընթացքում։ Նա միշտ բարձր է պահել Հայաստանի եւ Արցախի պատիվը բոլոր հնարավոր բանակցությունների ժամանակ։ Նախագահ Քոչարյանի օրոք դուք չեք հիշի մեկ դեպք, որ Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարությունը փորձի, չեմ ասում է ձեռք առնել, նույնիսկ մի տեսակ խոսալ Հայաստանի իշխանության մասին։ Չեք գտնի տենց բան։ Նախագահ Քոչարյանի օրոք բոլոր գերտերությունների հետ Հայաստանը ստեղծել էր փայլուն հարաբերություններ։
փակագծերի մեջ պրոռուսական նախագահ Քոչարյանի օրոք, շեշտում եմ փակագծերի մեջ, Հայաստանի արտաքին առևտուրը գրեթե հավասար էր բաժանված Ռուսաստանի, Եվրոմիության եւ Ամերիկայի միջև։ Մինչդեռ հակառուս Նիկոլի օրոք Ռուսաստանի հետ առևտուրը անգամներով ավել է քան մնացած ամբողջ աշխարհի հետ, մեզ դարձրել են Ռուսաստանի գերի այդ առումով տնտեսական եւ հիմա էլ այդ վիճակում ուզում են կտրել այդ լարը։ Ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ուղակի սովի է մատնվելու, ուղակի, որովհետև մեր երկիրը ցավոք սրտի այսօր եւ այս իշխանության բոլոր իրականացած որոշումների պատճառով հայտնվել է մի վիճակում, որ մենք ուղղակի չենք կարող այս պահին որևէ տեսակի աշխարհակաղակական փոփոխություն մտցնել մեր արտաքին հարաբերությունների մեջ։ Մեկ այլ հարց է, պետք է դա թե պետք չէ, արդյոք դա օգուտ կտա թե չի տա քաղաքական իմաստով, բայց մի բան ակնհայտ է, որ այսօր մենք նստած ենք մի ճյուղի վրա եւ կրկնում եմ Նիկոլն է այդ այնց արել, որ մենք մեկ ճյուղի վրա ենք նստած եւ այդ ճյուղը հիմա Նիկոլը կտրում է, որտեղ թուրքերը, ադրբեջանցիները եւ անգլիացիները տենց են ուզել Իրանից, ասել են կտրի, գիտեք ինչու, որտեղ հայերը իրենց պետք չեն, այս տարածքը իրենց պետք է առանց հայերի, եւ Նիկոլը հայ ժողովրդի մեջ այն միակ մարդն էր, ով 18-ին համաձայնվել է, որտեղ ամեն վերցրած փողոցով իշխանություն ունի գին։ Նիկոլի գինը դա էր, Արցախի հանձնումը, Հայաստանի կործանումը։ Եվ ինքը դրան համաձայնվել է։ Խոսելով քաղաքական գործիչների կամ ավելի ճիշտ պետական գործիչների մասին, մենք պետք է հասկանանք հետևյալը։ Ինչն է բնորոշում մարդուն որպես պետական գործիչ։ Ինձ համար առաջինը դա այն է, որ երբ որ նա անձնական շահերից ելնելով չի դնում կասկածի տակ իր պետականությունը, իր երկրի պետականությունը, իր երկրի անվտանգությունը, այսինքն չի գերադասում անձնական շահը պետական շահին։ Նման մարդու օրինակ է հենց նախագահ Քոչարյանը։ Եկեք համաձայնվենք, եկեք օրինակներով խոսենք, թե երբ է նախագահ Քոչարյանը օրինակի համար գերադասել պետական շահը իր անձնական շահից։ Առաջինը, որ պետք է ասեմ, դա հոկտեմբերի 27-ն էր, երբ որ ցանկացած բանական մարդ որոշում կկայացներ ստեղծված իրավիճակում թողնել երկրի նախագահի պաշտոնը, որովհետև միանշանակ էր, որ նա բավականին թուլացած վիճակում էր վճռագործության հետևանքով, իր ընկերներին էին սպանել, Հայաստանն էին թույլացրել եւ իհարկե որպես բանական մարդ նա կարող էր ուղղակի հրաժարական տալ, ասել նա կարմիր գրիչով ցուցակի էին, հիշում եք, բերեն բաներ արտակարգ տղու պապանել էր այդ ցուցակում է Քոչարյան Անդոն։ Իշխանությունը իր ձեռից ուզում էին վերցնել։ Եվ որպես մարդ, բանական մարդ, նա կարող էր ասել, «Մր պետք է ինձ»։ Ինքը շատ լավ գիտակցում էր, չէ, ինչ բարդագույն աշխատանք է իրեն սպասում առջևում, որտեվ երկիրը լրջագույն հարված էր ստացել։ Բայց ինչ արեց նա չգերադասեց անձնական շահը, հակառակը։ Նա մնաց պետականությանը ուղղված մարդ, նա մնաց իր տեղում եւ պաշտպանեց Հայաստանի Հանրապետությունն այդ ծանրագույն իրավիճակում։ Տարբեր մարդիկ տարբեր ձև էին նայում հոկտեմբերի 27-ին։ Բայց իրականում ինչ եղավ հոկտեմբերի 27-ին, բազմիցս ասել եմ, նորից եմ ասում, Հայաստանում ստեղծվել էր մի քաղաքական իրավիճակ, որում բոլորը կողմնակից էին Արցախը պահելուն, բոլորը։ Բայց նաև կային մարդիկ, որոնք պատրաստ էին Արցախը հանձնեին հանուն իշխանության։ Հենց այդ մարդիկ էլ նախագահ Քոչարյանին հոկտեմբերի 27-ից հետո կարմիր գրիչով գրած ցուցակ բերեցին թող, որ պաշտոնում է նստելու։ Եվ միմիայն նախագահ Քոչարյանի անձնական կամային հատկություններից ելնելով է, որ մեր երկիրը չփլուզվեց, որ իշխանության չեկան մարդիկ, որոնք կհանձնեն Արցախը։ Սա առաջի դեպքն էր։ Երկրորդը մարտի 1-ը 2008
կներեք, հա, 2008 թվական մարտի 1-ը։ Տեսեք ինչ է եղել այդ ժամանակ։ Գունավոր հեղափոխությունները ունեն մի չգրված օրենք։ Եթե դու կանխում ես գունավոր հեղափոխությունը, ապա դու ինքդ քեզ կարգում ես միակ մեղավորը տեղի ունեցած իրադարձությունների մեջ։ Այսինքն ժողովրդի պատկերացմամբ դու դառնում ես այն բացասական ֆիգուրը, որը չթողեց, որ ժողովուրդը ինքնորոշվի, որը չթողեց, որ ժողովուրդը փողոցով իշխանություն վերցնի։ Մինչդեռ այդ ամենը սարքած է լինում դրսի ուժերի կողմից։ Եվ այդ ժամանակ երկրի ղեկավարը ունի որոշում անելու։ Կամ իր վրա վերցնել պատասխանատվությունը գիտակցելով, որ այո կարող է դրանից հետո մարդկանց մի լուրջ զանգված իրեն չի սիրի, բայց պահի պետությունը անսասան, պահի սահմանադրական կարգը։ Եվ կա երկրորդ տարբերակը։ Հանձնել իշխանությունը, դրանից հետո, երբ որ տեղի ունենան տարբեր ողբերգություններ, ասել դե ժողովուրդն է մեղավոր։ Բա թող ինձ շահանեին։ Նախագահ Քոչարյանը ընտրեց առաջի տարբերակը, ասելով դուք կարող եք ինձ ատել, բայց ես այս պետությունը կպահեմ։ Եվ պահեց։ Եվ կրկին հիմքում մարդիկ, որոնք պայքարում էին այդ ժամանակ իշխանությունը վերցնելու համար, մտքներում կրկին նույն ծրագիրն էր, որտեղ բոլորը ծառայում էին նույն կենտրոնին՝ հանձնել Արցախը, կործանել Հայաստանը։ Դա արել էր նախագահ Քոչարյանը։ Երրորդ դրվագը, երբ որ 2018 թվականին տարբեր մարդիկ նախագահ Քոչարյանին նախազգուշացրեցին, որ եթե վերադառնաս, քեզ կկալանավորեն։ Կրկին ռացիոնալ բանական մարդը այդ ժամանակ կասեր շատ լավ, ուրեմն չեմ գնա Հայաստան։ Բայց դա նախագահ Քոչարյանի մասին չէր։ Նա կրկին որոշում կայացրեց լինել մեր կողքին, լինել պետության գլխին, փորձել պահել պետությունը եւ վերադարձավ։ Այս ամենը գնահատել է պետք, սիրելի ժողովուրդ։ Այս ամենը հասկանալ է պետք։ Կրկնում եմ, շատ իրավիճակներում շատ ավելի հեշտ է ուղղակի իշխանությունը հանձնել։ Շատ ավելի հեշտ է։ Որտեւ այդ դեպքում դու մեղավոր չես, մեղավոր է ժողովուրդը։ Նախագահ Քոչարյանը իր վրա վերցրեց խայտառակ բարդություններ, նա իր վրա վերցրեց հենց մարտի 1-ին որոշումներ, որոնց արդյունքում մենք շարունակեցինք վայելել երկու հայկական պետականությունները։ Ակնհայտ է, չէ, որ նախագահ Քոչարյանը 2008-ից հետո ամիսներ անց այլևս իշխանություն չէր ունենալու, այսպես թե այնպես նախագահական ընտրությունները արդեն տեղի ունեցել։ Եվ անձնապես իր համար որպես մարդ շատ ավելի հեշտ էր հանձնել իշխանությունը փողոցում հավաքված մարդկանց։ Այդ դեպքում հավատացեք, հետո տարիներ անց, երբ որ կրկին Ղարաբաղը հանձնված կլներ, երբ որ թուրքերը մտած կլնեին Հայաստան, նախագահ Քոչարյանը կարող ասել, թե ես ինչ անեի, ժողովուրդն էր։ Իմ դեմը դուրս եկան, ես հանձնեցի, բայց նա դա չարեց։ Չարեց մտածելով հենց այդ ժողովրդի մասին։ Չարեց մտածելով Արցախի հանրապետության մասին։ Չարեց մտածելով ապագայի մասին։ Եվ այսօր նա պայքարում է հենց այդ նույն ժողովրդի համար։ Նա պայքարում է այս ժողովրդի քվեի համար, որովհետև նա ապացուցել է իր կյանքով, որ ինքը երբեք չի գերադասի անձնական շահը պետական շահին։ Նախագահ Քոչարյանը ինձ համար այն մարդն է, որը կարող է մեզ այս խայտառակ իրավիճակից դուրս անել։ Սիրելի ժողովուրդ, երբ որ դուք տեսնում եք, որ ամեն օր խաղաղություն գոռալով, սրտիկներ անելով, այս մաբեր ավտոբուսը շարժվում է, միշտ իմացեք, որ սրանք բացի մահից որևէ բան ձեզ չեն բերի։ Բայց մայից հետո մի հատ Ջենիֆեր Լոպեզին կբերեն, որ մի հատ լավ տաժան, որտեվ իրենց համար հայի մահը դա տաժալու առիթ է։ Հիմա էլ չէ, հայտարարում են, տենում եմ
ապրիլի, եթե չեմ սխալվում, 25-ին հրապարակում ինչ որ համերգ են անում, աստղեր են բերում, ուստեղ հարցածակում են, ինչի վրա եք ուրախանում։ Ուրախանում եք, որ Արցախը էլ չկա։ Ուրախանում եք, որ Ադրբեջանը մտել է ձեր սուվերեն տարածքները, Երևանի չափ տարածք Ադրբեջանը վերցրել է, ժողովուրդ պարզ մի նայեք այդ ամեն ինչին։ Պատկերացրեք մի պա Երևան քաղաքի չափ տարածք Ադրբեջանը սրանցից վերցրել է։ Իսկ նրանք սրտիկներ անելով ման են գալի։ Պատկերացրեք, որ Բաքվի բանտում մեր սիրելի հայրենակիցներն են նստած, իրանց դատապարտել են ՑՄ ազատազրկման Բաքվում, իսկ նրանք սրտիկ են ցույց տալի։ Ինչքան չմարդ պետքա լինես, որ կարողանաս այս վիճակում նման ձև, նման զզվելի ձև քեզ պահես։ Ինչքան չմարդ պետքա լինես, որ մոռացության տաս այն ամենը, ինչ մենք ունեցել ենք որպես ազգ։ Ինչքան չմարդ պետքա լինես, որ ունենաս քո հայ առաքելական եկեղեցուն։ Ինչքան չմարդ պետքա լինես, որ ունենաս ցեղասպանությունը։ Ինչքան չմարդ պետքա լինես, որ վախենաս Արցախ բառը հայտարարես։ Եվ այդ չմարդիկ շրջում են Հայաստանով եւ սրտիկներ են բաժանում։ Սիրելի ժողովուրդ, մենք բարդ վիճակում ենք, շատ բարդ։ Եվ այդ բարդ վիճակից դուրս գալու տարբերակներից մեկը դա ընտրություններին ազգովի մասնակցելն է։ Նիկոլը ձև չունի հաղթի, եթե մենք ապահովենք այս ընտրություններին հավաքական հայ ժողովրդի մասնակցությունը։ Սա շատ կարևոր է։ Բոլորը պետք է գնան ընտրատեղամասեր, բոլորը պետք է քվեարկեն իրենց ուզած մարդուն, եթե իմ հորդորին եք լսելու, ապա ես միանշանակ խորհուրդ եմ տալի քվեարկել այն մարդուն, ես ցուցակների մասին ժողովուրդ չեմ խոսում, ով կա ցուցակում, ով չկա, անկեղծ եմ ասում, ինձ մեկ է։ Ես նայում եմ առաջի համարներին։ Եվ այդ առաջի համարների մեջ կա մեկ մարդ, ով ապացուցել է բոլորիս, որ ինքը պետական մարդ է, որ ինքը պետությունը պահող մարդ է, որ ինքը պետությունը զարգացնող մարդ է։ Ինքը այն մարդն է, որի անցած ճանապարհը բոլորիս աչքի առաջ է։ Մի այլ հարց է, սիրելի իմ հայրենակիցներ, որ վերաբերմունքը տարբեր դրվագներին կարող է այլ լինել։ Ես ձեզ մանրամասն բացատրեցի, թե ինչ է եղել մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ին, բոլոր դեպքերում եղել է նույն բանը։ Հայաստանում փորձում էին իշխանությունը վերցնել մարդիկ, որոնց պետք է հանձնեին Արցախը եւ մեր ժողովրդին կործանեին։ Բոլոր դեպքերում դա է եղել։ Եվ նախագահ Քոչարյանը հասկանալով, գիտակցելով, որ իր անձի հանդեպ վատ վերաբերմունք է ժողովրդի մեջ տարածվելու, բայց դա հաշվի չառնելով ինքը մեկը արել է պետականամետ մարդու քայլեր։ Եվ նորից մեզ բոլորիս հնարավորություն է տրվում ընտրել այն մարդուն, ով կմտածի ոչ թե իր անձնական շահի մասին, ով կմտածի ոչ թե իրեն սիրել չսիրելու մասին, այլ կմտածի մեր բոլորիս ապահով լավ ապրելու մասին։ Այլ հարցեր կան, Մարիամ ջան։ Ուղղակի ցեղասպանություն լրացողից եք խոսում, հենց այսօր այդ վթարի հետևանքով զոհը կա, մեկ ժամ հետո Նիկոլ Փաշինյանը լայն ժպիտով լայվ է անում խոսում ուրախ ավտոբուսի նորամուծության մասին։ Տեսեք, մի մարդ, որ Արցախի կորուստը համարում է հաղթանակ, այդ մարդուց երբեք ու երբեք որևէ լավ բան մի սպասեք։ Այս մարդը ամեն ինչը հանձնելու է միայն մնա իշխանության։ Անընդհատ հանձնելու է, անընդհատ։ Կարող եք այս 8 տարվա մեջ մեկ ձեռքբերում նշել, որը Նիկոլը կարողացել է ստանալ։ Գոնը մեկ։ Նիկոլը նույնիսկ այս ընտրությունները վերածել է աշխարհագրական պայքարի։ Հայաստանում երբեք նման վիճակ չի եղել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը բացի բաց ասի, որ խնդրում եմ մի խոչընդոտեք այն ուժերին, որոնք լավ են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, որպեսզի նրանք մասնակցեն ընտրությունների։ Ընդ որում դա ասելով պարզ է, չէ, որ ինքը բառացի ասում է, որ տենում ենք, որ դու հակառուս ես։ Ավելին, եվրոպացիները ընդեղ են խոստումներ տալի, Ամերիկայի փոխնախագահն է գալի Հայաստան, այսինքն այդ ամեն ինչը Նիկոլենք համարում են նորմալ, չեն համարում, որ դա
ուղղակի ընտրական process-ի մեջ մխրճվել է, բայց Ռուսաստանի Դաշնության նախագահի ասածը համարում են մխրճվել։ Բայց ոչ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունը դարել է գերտերությունների կռվի թաթերաբեմ։ Եվ այդ կռիվը բերել է Նիկոլը։ Բերել է մի բանի համար, որ շարունակի լափել փող եւ շարունակի մեր երկիրը կործանել։ Չկա տակը որևէ այլ բան։ Ինքը երբեք ու երբեք չի մտածել այս պետության մասին։ Մի մարդ, որ մի օր գոռում է Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ մյուս օրը ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ, այդ մարդը տեղը բանտում է։ Եվ վերադառնալով քաղաքական խոսույթին, այսօրվա անդիմադիր դաշտում կա մեկ ուժ եւ մեկ մարդ, ով խոսում է նրա մասին, որ մեր ժողովրդին 2018-ին խաբածները պետք է պատասխան տան։ Նախագահ Քոչարյանի այս հայտարարությունը, որ Արցախը հանձնողները, մեր երկրի գլխին այսքան բան բերողները միանշանակ պետք է պատասխան տան, շատ խորիմաստ է, շատ հարգելի ժողովուրդ։ Մեզ, ձեզ, բոլորիս 2018-ին խաբել են։ Խաբել են ամենավատ ձևով, ամենավատ։ Չկա ավելի վատ բան այս աշխարհում, քան հոգով ջարդված մարդը։ Իսկ սրանք մեր հոգիները ջարդել են։ Ես ընդհանրապես չեմ վիճում այն հանգամանքի, որ 2018-ին մարդկանց մի հոծ բազմություն հավատացել էր սրան։ Ուզում էր արդար Հայաստան տենար, ուզում էր կոռուպցիա տեսնել, որ չկա այլևս, ուզում էր արդարադատություն տենար, ուզում էր զարգացող Արցախ եւ Հայաստան տենար։ Եվ այդ բոլոր մարդկանց մեջ Նիկոլը սպանեց հույսը։ Սպանված հույսով մարդը աշխարհում ամենավատ բանն է։ Մենք չենք ուզում, որ հայ ժողովուրդը բաղկացած լինի սպանված հույսով մարդկանցից, հակառակը։ Մենք ուզում ենք ստեղծենք Հայաստան, որում բոլորը ունենալու են լավ հույսեր, բոլորը առավոտ արթնանալու են առանց վախի, որ ինչ որ ման հանձնված է։ Սա շատ կարևոր է։ Նախագահ Քոչարյանը միակն է, ով հստակ ասեց, որ պատասխան տալու եք։ Ու ես կրկնում եմ, մեր ժողովրդին, հայ ժողովրդին, այս բազմաչարչար ժողովրդին խաբածները, մեզ այսօրի հասրածները պետք է պատասխան տան։ Բացի դրանից, մի ևս շատ կարևոր հանգամանք։ Նախագահ Քոչարյանը միակ այսօրվա դաշտում գործող ընդդիմադիր գործիչն է, միակ առաջին համարները եթե նայեք, որը որևէ կերպ, որևէ դրվագով, որևէ տեղ Նիկոլի հետ չի համագործակցել։ Հակառակը առաջի օրվանից պայքարի մեջ է մտել իր հետ։ Կրկնում եմ, չվախենալով մեկել է հետ Հայաստան։ Դրա համար ձեր ընտրությունը, ձեր նախասիրությունները եւ ձեր միտքը կառուցելիս միշտ հիշեք հետեւյալը. այս երկրում կա մարդ, ով միշտ գերադասել է պետության շահը իր շահին, միշտ։ Ինքը միշտ պայքարել է պետությունը պահելու համար, միշտ պայքարել է պետական ինստիտուտների կայացման համար եւ կարողացել է անել այնպես, որ մինչեւ 2018 թիվը մենք ունեցել ենք երկու հայկական պետություն։ Այսքանը։